Մինաս, նվերն է եկել, ուզում ա քո հետ խոսա։ Բայց մի քիչ խմած է։ Նեղություն մի քաշի, Սուզի ջան։ Մի ամաչի։ Հա, մի քիչ խմած եմ։ Նորդ իսկ ասես ինչ ես այս վիճակում, ինչ ես հարբը։ Մինա սարի գնանք դուրսը խոսանք։ Մաքրոթը երկուսիս էլ չի խանգարի։ Ոնց ասես։ Բայց միջև այդ կարա միացե դա են տեսնեմ։ Այս վիճակում։ Չէ։ Մինաս քո դեմը լակոտ չի կանգնած։ Մի վախեցի։ Հա, երկու բաշակ խմել եմ, բայց ես գիտեմ թե ում տան մեջ եմ հիմա։ Ես քեզ դուրս կսպասեմ։ Գնում եմ արդեն։ Բայց նոր ես եկել, չէ։ Իսկ եթե եկել ես, այդ նշանակում է, որ ուզում ես խոսանք։ Ուղղակի ուզում եմ աչքերիդ մեջ նայես այդ։ Նայի։ Ուղղակի չգիտեմ ինչ ես ուզում տեսնել։ Այնքան կուզեի բան չտեսնեի, բայց շատ բան եմ տեսնում։ Վիճակդ հասկանում եմ։ Ուզում ես խոսած, չգիտես որտեղից սկսես։ Ես գիտեմ ինչ եմ ուզում խոսամ, Մինաս։ Բայց չգիտեմ ոնց սկսեմ։ Դու գիտես, որ ես սիրում եմ պարզ, արագ, հստակ պատասխաններ։ Խոսա։ Ես էլ Մինաս։ Ես էլ նախաբաններ չեմ սիրում։ Բայց ես այն պահն է, որ ուզում ամեն ինչ երկար տևի։ Ես չգիտեմ ոնց սկսեմ, հասկանում ես։ Ես հիմա մի հատ բան եմ անելու, որ չեմ ուզում։
բայց պետք է անեմ, Մինաս։ Ու այդ որ անեմ, գիտեմ, որ իմ կյանքը փոխվելու է։ Դու գիտես չէ ոնց եմ սիրում քո քրոջը։ Գիտես չէ ոնց եմ ես իր համար պայքարել։ Ես իմ փողոցային կյանքից եմ Մինաս հրաժարվել։ Հանուն իրա։ Կյանքս մաշեցիր, միջև վստահեցիր ինձ Մինաս։ Հա, ես շնորհակալ եմ Մինաս քեզանից, որովհետև ես ապացուցեցի բոլորին, որ ինչքան կարևոր է Սեդան իմ համար։ Ես փոխեցի իմ կյանքը, հասկանում ես, հանուն Սեդայի։ Բայց չեմ կարա սենց Մինաս։ Ես իմ եսի հարցնա, չեմ կարա Մինաս։ Ես խմիչքը քեզ անցյալը դա հիշացրել։ Հա, Մինաս, ես եմ պահնա, որ համ անցյալս եմ հիշե, համ ներկաս։ Բայց անցյալս ես պայն ավելի լավն է, քան ներկաս, ես քեզ ասեմ դու իմանաս։ Ինչը ավելի լավ։ Լավի բան չկա, դարել եմ անթասիբ, հասկանում ես։ Ու Ու են Մինաս դու չես հասկանում, որ ես բառեր չեմ գտնում, հիմա ասեմ քեզ ամեն ինչ։ ուզում ես ես քո տեղ ասեմ։ Դու չգիտես, որ Սեդայի պատմությունը իր պատճառով չի եղել, որ ինքը մեղք չունի այդ ամեն ինչի մեջ։ Ու դու քեզ դրել ես սիրող մարդու տեղ, հետա քո սերը։ Ու հիմա գիտես, որ պրոբլեմա եղել լուրջ։ Վախ կոտես, փախնում ես այդ ամեն ինչից։ Քեզ տղամարդու տեղ էիր դրել։ Չեմ մտածում։ Դե հիմա խոսա։ Այն ժամանակ Սեդայի մատը փուշ էր մտնում։ Աշխարհի ծերից գալի հասնում էր։ Հիմա ինչ եղար։ Մինաս, իմ դուխի վրա չկասկածես, լսում ես։ Իմ դուխը միշտ էլ տեղն է եղել, բայց ես այդ պահը չի։ Ես իմ որոշումը կայացրել եմ։ Սեդան իմ կինը չի կարա դառնա։ Հասկանում ես։ Ու դու լավ գիտես ինձ Մինաս։ Տենց փողոց չկա, տենց թաղ չկա, որ դու մտնես իմ անունը տաս, ինչ չճանաչեն։ Հասկանում ես։ Բայց ոնց ես պատկերացնում։ Ես մի մարդու հետ մտնեմ եկեղեցի, տուն տանեմ, բայց հասկանամ, որ իրանից զզվում եմ։ Կոկորտիս է կանգնը, դու այդքան հասկանում ես Մինաս։ Ճիշտ ես արել, որ հարբած ես եկե, որտեվ ուրիշ ձև իմ հետ դու սենց ռիսկով չէիր խոսա։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Սրբի քեզ տեղից, գնա գլուխը դիր սարջի տակ։ Մատ քեզ խելքի բեր, հետո արիք խոսանք, որ ես իմանամ ես խոսքերդ հարբացի խոսքեր չի, այլ քոննա։ Լսի Մինաս, ես ամեն ինչ հասկանալով եմ խոսում։ Դու կյանքի տղա ես, դու ես ամեն ինչը պետք է լավ հասկանաս։ Ես հա ամեն ինչ հասկանալով եմ խոսում, Մինաս։ Դե օրը լսի ինձ, դու ես որոշում, ամուսնանում ես թե չէ։ Այդ քո գործն է, բայց ես քեզ թույլ չեմ տա ու ոչ մեկին, որ իմ քրոջ մասին զզվանքով խոսան։ Ուրեմն հասկանալով ես ասե, հա։ Ոչ թե հարբած։ Հա, նորից եմ ասում, հա։ Լսի, ուրեմն սրանից հետո այս հասցեն մոռանում ես ու այստե չես երևում։
Ես ամեն ինչ լսել եմ։ Ու ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Միակ խնդրանքս է քեզ, որ այս 10 նվերին ու խնդրում եմ քեզ նենց անես, որ մենք էլ երբեք ոչ մի անգամ չհանդիպենք։ Ես էլ իմ խոսքի տերը կլինեմ։ Ոնց որ քեզ խոստացել էի։ Ամեն ինչ կանեմ, որ ինձ քիչ տեսնես։ Ասա։ Բան ա եղել, ձայնդ լավ չի։ Այնքան բան ա եղել, որ շատ էլ ուզես չես պատկերացնի։ Աշխատանքս վերջացրել եմ, քեզ եմ սպասում։ Ինչ լավ ա գոնե դու հավատարիմ սպասում ես։ Այսինքն։ Ինչ ա եղել, ման է, կարևոր բան կա։ Հա, կարևոր խոսակցություն կա։ Ես մտածում եմ, որ կգաս ինձ տուն կտանես, դրա համար զանգեցի։ Ու մինչև Հարութին տեսնելը քո հետ պարտադիր պետքա խոսեմ։ Հետո կխոսենք։ Լավ։ Խանգարեցի։ Չէ, ընկերուս էր, ուղղակի ուզում էի հասկանայի գալու է թե չէ։ Պարզա։ Ինչի ես եկել, հոբան չի եղել։ Չէ ման, Հարութը չկա, դու էլ աշխատանքի ես։ Ասացի գամ քեզ տեսնեմ, համ էլ տուն ուղեկցեմ։ Ինչ որ տարօրինակ բան ես տեսնում արածիս մեջ։ Չէ, ուղղակի մտածեցի ինչ որ նորություն ունես Հարութի մասին։ Դեռ բաց չեն թողել։ Մանե, կներես իհարկե, բայց չէիր կարայս մի քանի օր աշխատանքի չգայիր։ Չէ, սա իմ աշխատանքն է։ Շնորհակալ եմ, որ եկել ես։ Սեդան աչքիս ես քանի օրը սենյակից դուրս չի գալու։ Խնդրում եմ ուշադիր եղի։ Մտի մոտ է, մի բան տարթոուտի։ Մտել եմ, պարկած էր, ոչ պտտվեց, ոչ էլ խոսեց։ Լավ, խնդրում եմ քեզ այնքան մտի, միջև պտտվի եւ խոսա։ Լսի Էլեն, Սեդան ու նվերը բաժանվել են։ Մեկը պիտի իմանար ավելի լավա ես քեզ ասեմ։ Բայց ասածներից ուշադիր եղի ու սխալ քայլեր չանես։ Հասկացար ինձ։ Բայց ոնց ես պատկերացնում։ Ես մի մարդու հետ մտնեմ եկեղեցի տուն տանեմ, բայց հասկանամ, որ իրանից զզվում եմ։ Կոկորտից է կանգնում, դու այդքան հասկանում ես, մինաս։
Ինչ ես անում։ Ինչի՞ չես պատասխանում զանգերիս Էլեն։ Չգիտես։ Ես քեզ երեք ամեն ինչ արդեն ասել եմ։ Դու ինձ հիշում ես մենակ այն ժամանակ, երբ որ Սեդայի մասին պետքա հարցեր տաս։ Հիմա դուք բաժանվել եք, էլ ոչ մի հարսանիք չի լինելու։ Ձեզ ոչ մի մատանի չի կապում։ Ինչից ենք խոսելու։ Լսի, եթե մենք բաժանվել ենք, այդ ոչ մի բան չի փոխում, հասկանում ես դու։ Այսինքն չեմ պատրաստվում այսքան եղածից հետո ձեռքերս լվանամ, հասկացա՞ր Էլեն։ Իսկ ինչ ես պատրաստվում անել։ Եթե դու վերջնականապես հրաժարվել ես Սեդայից, էլ ինչ իմաստ ունի քո այս պատմությանը շարունակություն տալը։ Լսի, եթե ես ինչ-որ մի բան անում եմ, ուրեմն իմաստ ունի, հասկացա՞ր։ Մի շարունակի, անիմաստ խոսալդ։ Չէ, ես քեզ իսկապես չեմ հասկանում։ Էլեն պետք էլ չի որ հասկանաս։ Ես դրա համար չեմ եկել այստեղ, հասկանում ես, ես ուրիշ բանի համար եմ եկել։ Ինչի համար ես եկել։ Սրանից հետո Սեդան ինչ կանի, ինչ կշնչի, ես այդ ամեն ինչի մասին պետք է իմանամ, հասկացար։ Ինքը ում հետ է կապի մեջ, ինքը ինչա նույնիսկ ուտում, դու պետք է ինձ օգնես։ Այսինքն դու ուզում ես, որ ես ձեր մեջ միջնորդ դառնամ։ Չէ, լուրջ։ Այսինքն լրտես։ Գժվել ես նվեր։ Սխալ ես ինձ հասկանում, Էլեն։ Թե տեղեկության հետ կապված ես ինչ կանեմ, այդ արդեն քո գործը չի, բայց կարաս վստահ լինես, որ քո անունը ես ոչ միտեղ չեմ շոշափի։ Խնդրում եմ, այդ մի հարցով ինձ օգնի։ Հա, ես հասկանում եմ, որ ընկերուհիդ տա, քո համար դժվար է, բա որ իմացա, ես քեզ խոսք եմ տալիս։ Ինքը այդ մասով ոչ մի բան չի իմանա։ Օգնիր ինձ։ Ինչի տա պետք։ Դու միջև հիմա չես հասկացել, որ այս քո ապրումները Սեդայի համար միևնույնն են։ Ինքը հիմա մենակ այդ տաքսիստի մասին է մտածում։ Ամեն օր մինասին խնդրում աղաչում է, որ օգնի դրան։ Այն նույն տաքսիստին, ում դու պատրաստվում ես սպանել։ Լավ էլ այսքանից հետո ինչ պիտի լինի, որ քո ինքնասիրությունը վերջապես արթնանա։ Նվեր, ես նայում եմ քեզ ու չեմ ճանաչում։ Քեզ այս վիճակը չի սազում։ Այս իմ ճանաչած նվերը չի։ Ինչքան ես Սեդային սիրում, որ թույլ ես տալիս ինքնասիրությանդ վրայով քայլի։ Ես ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Հավաքի քեզ մի հատ Էլեն։ Դու լավ գիտես, քեզ շատ եմ հարգում, բայց չափերդ արդեն անցնում ես։ Ես քեզ թույլ չեմ տվել, որ բերանդ անիմաստ բացես, հասկացար ու վիրավորես։ Ու չեմ հասկանում այս պահվածքդ Էլեն, քո այդ մի բան այն չի։ Դու հիմա պետք է վերջնականապես Սեդայի վրա խաչ քաշած լինեիր ու իր անունը չտայիր։ Ձենդ կտրի, քանի զսպում եմ։ Ինչի։ Ինչ պիտի անես։ Նվեր, չես հասկանում, որ ես չեմ ուզում դու կորցնես այն ինչ որ քո համար շատ կարևոր է։ Ինչի համար կորցնես քո անունը, քո հարգանքը, քո արժանապատվությունը մի մարդու համար, որը քո կողքը կանգնելու փոխարեն հիմա պաշտպանում է քո թշնամուն։ Գիտես, առաջ ես էլ բոլորի նման մտածում էի, որ Սեդան անմեղ է, բայց քանի գնում է ու պատմությունը խորանում է, ես հակառակում եմ համոզվում։ Հիմա ես արդեն մտածում եմ, որ Սեդան մաքուր չի, անմեղ չի։ Ուղղակի փորձում է անմեղ ձևանալ, որովհետև հակառակ դեպքում Մինաս իրան կսպանի։ Լսի, դու հաստատ Սեդայի մոտ ընկերուհին ես։ Էլեն ես ինչ ձև ես քեզ սպանում։ Նվեր ջան, մոտ ընկերուհի լինել չի նշանակում մարդուն պաշտպանել, եթե սխալ է, կամ կուլ գնալ, եթե խաբում է։ Ու մի բան էլ, ինքը մենակ քեզ ու Մինասին չի խաբել, ինքը ինձ էլ է խաբել։ Տարիներ շարունակ ես մտածել եմ, որ ընկերություն եմ անում մի մարդու հետ, ում համար կարևոր է իր անունը։ Բայց պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ տենց չի եղել։ Ես ուզում եմ, որ դու մի բան էլ հստակ իմանաս։ Ես էլ Սեդայի մասին քեզ ոչ մի բառ չեմ ասելու։ Եթե ինքը քո համար այդքան կարևոր էր,
ուրեմն չբաժանվեիր։ Սյուզի, թող։ Թող։ Այդ ինչ էիր խոսում նվերի հետ, հա? Այդ ինչ հարց էիք քննարկում, որ բանը հասավ քաշքշելուն։ Կամ ինչ իրավունքով այնքը գոռում քո վրա ու թևիցդ քաշում։ Ինչ ես խոսում։ Գիտես Էլեն, քո պահվածքը ինձ դուր չի գալիս։ Ու ես կկրկնեմ իմ ասածը։ Դու այն ինչ ուզում էիր ստանալ, ու այն ինչ սպասում էիր, այդ չես ստացել։ Ճիշտ եմ, չէ՞։ Ճիշտ չես։ Իմ սիրտը լավ բան չի վկայում։ Դու այսենց մի բանի էիր սպասում։ Ինչ ես խոսում։ Դու Սեդայի հետ հենց այնպես չես մտերմացել։ Դու ուղղակի բոլորի աչքերը փակելու համար լավ հարաբերություններ ես ստեղծել նրա հետ։ Բայց հոգուդ խորքում ատում ես իրան, ճիշտ եմ, չէ՞ Էլեն։ Չէ։ Ճիշտն ասա ինձ։ Կապ ունես այս պատմության հետ։ Հարց եմ տալիս։ Կապ ունես այս պատմության հետ։ Դու լրիվ գժվել ես։ Հո ես երեխա չեմ, ինչ ես ձեռքերիդ ազատություն տալիս։ Էդ ինչի։ Ես որ կպնում եմ դուրդ չի գալիս։ Բա դրսում նոր նվերը ձեռքերդ քաշքշում էր։ Ինչի իրան մի բան չասեցիր։ Թե քեզ հաճելի է, որ ինքը քեզ կպնում է։ Ինչ ես խոսում։ Ինձ ում տեղն ես դրել։ Ես քեզ հարց եմ տվել, հարցից պատասխանի։ Կապ ունես Սեդայի պատմության հետ։ Ես չեմ էլ ուզում քո հարցին պատասխանեմ, որովհետև այդ հարց չէր, այդ անհեթեթություն էր։ Ինչա դու իսկապես մտածում ես, որ ես ինչ-որ տղայի համար պատրաստ եմ իմ ընկերուհու կյանքը փչացնեմ, այն էլ այդ տարբերակով։ Դու իմ քույրն ես հաստատ Սյուզի։ Չգիտեմ։ Ես էլ դրան չեմ հավատում։ Բայց քո պահվածքը ինձ շատ տարօրինակ է թվում։ Քեզ ընդհանրապես Սեդայի վիճակը չի հետաքրքրում։ Դու հիմա ընկել ես նվերի հետևից։ Իր հետևից ես պտտվում։ Ու Սեդային մեղավոր ես անում։ Այդ ճիշտ է, աղջիկ ջան։ Հերիք այլի, արի վերջացնենք այս խոսակցությունը, ինչքան վիրավորելու տեղ ունեիր, վիրավորեցիր, էլ տեղ չմնաց։ Ես հիմա հավատում եմ քեզ, որովհետև ուզում եմ հավատալ։ Բայց չկարծես, որ ինձ համոզեցիր։ Ու Աստված չանի, եթե կապ ունենաս Սեդայի պատմության հետ։ Ես քո անունը կմոռանամ։ Ոտքդ մեր տանը չլինի։ Ու չեմ ուզում պատկերացնեմ, որ Մինասը իմանա այս պատմության մասին ինչ անելու։ Ինձ էլ քո հետ
դուրս ա շպրտելու մեր տնից։ Ուղղակի ահա որա որ սեփական քույրդ այդ կարծիքն ունի քո մասին։ Դու իսկապես մտածում ես, որ ես այնքան վատն եմ, որ նվերի պատճառով պիտի իմ հարազատ ընկերուհու կյանքը կործանեի։ Ինչ ես մտածում, ես պիտի ինչ-որ մեկին վարձեի կամ խնդրեի, որ Սեդային բռնաբարեն։ Քեզ թվում է ես նվերի համար այդքան էժան քայլի կգնայի։ Հեռու մնա նվերից։ Ես չեմ ուզում պատկերացնեմ, որ Մինասը ձեզ միասին տեսնի, ինչ է անելու։ Չեմ ուզում պատկերացնեմ, որ հանկարծ ձեր մեջ հարաբերություններ սկսվի, Մինասը այդ դեպքում ինչ կանի։ Դու գոնե հասկանում ես։ Պարզա։ Փաստորեն քեզ Մինասն է հետաքրքրում, որ կիմանա ու քեզ տանից դուրս կշպրտի։ Ես երեխա ունեմ էլի։ Դու քույրել ունեիր։ Ես քեզ բան ասեցի։ Ես այն չեմ դիմանա։ Երեխես իմ կարիք ունի։ Երեխես իմ կարիք ունի։ Լավ այկար, մի ժամա սպասում եմ։ Չգիտեիր, որ աշխատանքի եմ։ Եկա սրճարան, ասեցին դուրս ես եկել։ Հա, ուզում էի մտքերիս հետ մենակ մնալ, քայլում էի։ Մանը հիմա մենակ մնալու ու քայլելու ժամանակն է։ Այսինքն։ Ինչ կա չհասկանալու։ Գիտես, որ Հարութի մաման վատ է, մենակ է։ Երեք ասեցի տանեմ մոտը, ասեցիր հոգնած եմ, այսօր չկաս։ Մտքովդ չի անցնում մոտը լինես, միջև հասկանանք Հարութի հարցը ինչ է լինում։ Գոռ, այդ կինը մենակ լացում է, ոչ խոսում է, ոչ էլ։ Մանե, Հարութի մոր մասին ես խոսում։ Ոնց չլացի, ոնց չմտածի։ Հա, գոռ, ես էլ եմ տանջվում, բայց մարդ պետքա մի քիչ լավատես լինի։ Հիմա անտարբերությունը տես արդարացնում։ Գոռ, ինչ ես մտածում, որ իմ համար մեկ է, որ Հարութին բռնել են, իր մաման էլ վատ է։ Ուզածիդ հասար։ Անմեղ երեխուս ես պատերի մեջ փակեցիր, քրոջդ անունը պաշտպանեցիր, հասար ուզածիդ։ Տիկին, Ինչ։ Ինչ։ Դուք այդ ինչ արժեքներով եք ապրում։ Ոնց եք կարողանում։ Ոչ արդարություն, ոչ խիղճ, ոչ մի բան։ Դուք այդ ոնց եք ապրում։ Մի հարց եմ ուզում տամ։ Դու հավատում ես։ Հավատում ես։ ես հավատում եմ, ավել ասեմ, ես Աստծուց եմ վախում, բայց իմ արժանիքների պահով ես մենակ գործով եմ ապացուցում, ոչ թե խոսքերով։ Էդ ինչ գործով։ Պաշտոնովդ, թե փողերի չափով։ Հա? Ինչի համար եք ամեն անգամ շեշտում պաշտոնն ու փողը, որ մարդը պաշտոն ունի, փող ունի, արդար չի։ Ոչ բոլորը։ Բայց քեզ այդ չի վերաբերվում տղա ջան։
որովհետև հենց հիմա քո ցանկությամբ ու քո պատճառով իմ անմեղ երեխեն այս պատերի հետևում փակված է։ Ամեն ինչ արել եմ։ Սիրտ, հոգի, առողջություն, ամեն բան տվել եմ, որ կյանքում չկորցնի իր ճանապարհը, որ մարդկությունը չկորցնի, որ ուրիշի հացին աչք չդնի, որ ուրիշի ցավի վրայով չանցնի։ Ես գիշերները ուրիշի տներում հատակ եմ լվացել, կոպեկների իրար վրա դնելով երեխուս պահել եմ, որ հանկարծ ոչ մի բանի կարիք չունենա, որ սոված չքնի։ Կյանքում մենակ մի բանից եմ վախեցել, որ հանկարծ վատ ճանապարհով չգնա։ Ամբողջ օրը Աստծուն մենակ մի բան եմ խնդրել, ասել եմ Աստված ջան, հանկարծ երեխես իր ճանապարհին մարդկանց չհանդիպի, որոնց սրտում քար է, ոչ թե ալյուն։ Բայց տես, չկարողացա ձեզանից ու քո ընտանիքից պահել, որովհետև քույրդ կտրեց Հարութից ճամփան, կտրեց։ Քրոջս մասին մի սխալ բան չասեք։ Կներես ման է, բայց այս ամեն ինչը ոչ մի արդարացում չունի։ Շատ ես փոխվել։ Հա, գիտեմ, հիմա ասելու ես, որ այդ ինձ ա թվում, բայց վերանայի ամեն ինչ։ Ու իմացի Հարութը քեզ սիրում է։ Ինքը մեղք չունի։ Գոր, Ինքը մեղք չունի։ ես դա գիտեմ։ Դու եկել ես ապացուցես, որ Հարութը անմեղ է։ Ես դրա մասին շատ լավ գիտեմ։ Ալո։ Երեք լավ չէ զգում ինձ։ Դու էլ ասացիր կարևոր բան ունես ասելու։ Ես էլ քեզ ունեմ շատ կարևոր բան ասելու։ Կլինի հենց հիմա հանդիպենք։ Հա, կլինի։ Այսօր երկուսս էլ իրար ոնց հասկանում եմ կարևոր բան ունենք ասելու։ Լավ։ Ինչի, որովհետև քույրդ մեզանից ավել է, կամ ինչի պետք է, ես այս ամեն ինչը քաշեմ, իսկ դու չէ։ Ինչի։ Դուք ձեր բարձր կաբինետներում նստած չեք հասկանում, ոնց եք տրորում մեր նմանների կյանքերը, հա? Քո համար իմ տղեն քո գործի համար էր պետք, որ քո անունը պահեիր։ Կարևորը քո անունը փրկեցիր։ Քրոջդ անունը փրկեցիր։ Թե ինչ գնով կարևոր չի։ Կարևորը որ դուք փրկվեցիք։ Ձեր տղեն կասկածյալ է, ես չեմ բռնե, ես չեմ տարե իրան փագե եւ հերիքային հրեշի տեղ դնեք։ Մի մոռացեք ձեր տղեն ինչ գործով է գնում։ Դուք
Կարող եք պատկերացնել, թե ես ինչ վիճակում եմ։ Ես պատկերացնում եմ։ Ցավում եմ։ Շատ եմ ցավում։ Բայց իմ երեխեն ստեղ է, մենակ նրա համար, որ օգնել է։ Որ օգնել է, հասկանում ես։ Ոստեղ արժեքներից եք խոսում։ Իսկ վստահ եք, որ մեծացրել եք տենց արժեքով տղամարդ։ Թե ձեզ ա թվում։